Կառավարության հերթական նիստի մեկնարկին, ինչպես միշտ, նախ ընդունվեց չզեկուսվող հարցերի փաթեթը։ Այնուհետև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է բյուջեում վերաբաշխում կատարել և 13 միլիարդ դրամ տրամադրել ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհների նորոգման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների համար։ Նախարարի զեկույցից հետո վարչապետը գերատեսչության ներկայացրած ցանկի համաձայն թվեց մի քանի ծրագրեր, որոնց ֆինանսավորումը պետք է ապահովվի այս որոշման համաձայն։ Գյումրի քաղաքի վերջնամասից դեպի Հայաստանի պետական սահման տանող ավտոճանապարհի 0.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը կավարտվի 2026 թվականին։ Հաջորդը Կոտայքի մարզում վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և Աբովյան տանող ավտոճանապարհի ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, որը էլի 2026 թվականին կավարտվի։ Երևանից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 16.7 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ տարբեր համայնքներում ճանապարհների նորոգման կամ հիմնանորոգման աշխատանքները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, ապա հավելեց 2026 թվականի ապրիլին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշանակալի աճ է գրանցել։ 2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ է ունեցել, 39%, պատկերացնում եք, եւ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ է ունեցել։ Զբոսաշրջիկների թվի ավելացման մասին վարչապետի հայտարարությունը հաստատեց նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հայտնեց, որ նկատվում է ևս մեկ դրական միտում։ Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվել է։ Հայաստան են այցելում զբոսաշրջիկներ ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից։ Ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է եւ եթե օրինակ տարիներ առաջ, ասենք 2019 թվականին Իտալիայից եկող զբոսաշրջիկների թիվը մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 0.4%-ն էր, հիմա արդեն ավելի քան 1% է։ Գործադիրի հաստատմանը ներկայացվեց նաև անշարժ գույք ամրացնելու մասին նախագիծը, որով առաջարկվեց Կոտայքի մարզի Նորհաճն համայնքում գտնվող 20.5 հեկտար մակերեսով 323.8 միլիոն դրամ միջին շուկայական արժեքով գույքը ամրացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեին։ Ըստ Խուդատյանի նշված գույքը պետությանն է վերադարձվել գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցերի հիման վրա և հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված դատական ակտով։ Գործադիրն ընդունեց նաև օրակարգի զեկուցվող բոլոր հարցերի փաթեթը։ Նիստի ավարտին Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկով պայմանավորված մայիսի 8-ից սկսած ոչ միայն ինքը, այլև կառավարության մի շարք անդամներ մեկնում են արձակուրդ։